Ես գիտեմ, որ դու անհանգստանում ես վաղվա համար, բայց այսօրվա անհանգստությունը ոչ մի կերպ չի լուծելու վաղվա խնդիրները։ Նրանք միայն գողանում են այսօրվա հանգիստը։ Մենք այնպես ենք վախենում, թե ինչ կլինի վաղը, որ դադարում ենք ապրել այսօրը։ Մեզ թվում է, որ եթե մենք մտածենք ավելի շատ, այդ ժամանակ կարող ենք ամեն բան կառավարել, բայց գրեթե միշտ մենք ուղղակի անընդմեջ վերապրելով մեր ուղեղում այն, ինչ որ գուցե երբեք էլ չկատարվի։ Բայց վաղը միևնույն է գալու է, ուզում ես դա, թե ոչ, բայց նրան դիմավորելն ավելի հանգիստ է, եթե չես օգտագործել քո ամբողջ ուժերը, անհանգստանալով դեռ երեք։ Երբ դու ամեն ինչ տալիս ես Տիրոջ ձեռքերի մեջ, դու սկսում ես տեսնել Տիրոջ ձեռքը։ Դա երևի ամենահետաքրքիր փոփոխությունն է, որ կատարվում է մարդու հետ։ Ինչ որ պահ դադարում ես տեսնել փակ դռների արգելքները և սկսում ես տեսնել պաշտպանությունը։ Սկսում ես հասկանալ, որ Տիրոջ մոտ ամեն բան ունի իր ժամանակը։ Նույնիսկ դժվարության մեջ դադարում ես հարցնել. Աստված իմ, ինչու սա կատարվեց ինձ հետ։ Եվ ավելի շատ հարցնում ենք. Աստված իմ, ինչ ես ուզում սովորեցնել ինձ այս իրավիճակում։ Իրավիճակը կարող է չփոխվել անմիջապես, բայց դրա փոխարեն փոխվում է քո սիրտը, իսկ սրտի այսպիսի փոփոխությամբ փոխվում է հայացքդ կյանքի հանդեպ։ Տեր, գուցե ես չգիտեմ, թե ապագայում ինձ ինչ է սպասվում, բայց գիտեմ, որ դու ամեն բան բարիին գործակից անելով պահում ես քո ձեռքերի մեջ, և քո ծրագրերն ինձ համար ավելի լավն են, քան իմը։ Այսօր ես քո ձեռքն եմ տալիս իմ ծրագրերը, իմ վախերն ու թերահավատությունները։ Ես գիտեմ, որ դու երբեք իմ ուժերից առավել փորձություն չես տալիս, քանի որ երբ վերջանում է իմ ուժը, սկսվում է քոնը։ Աղոթեցի Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն։